Հալելույա, ողջ փառքը Տիրոջն է, Տերոտնի քեզ շատ։ Հալելույա։ Հիսուսը այսօր այստեղ է։ Նա եկել է իր գործերով փառավորվելու։ Եվ ողջ փառքը ու պատիվը Տիրոջն է։ Նա արժանի է փառքի եւ պատվի, ամեն։ Հալելույա։ Աստված հիանալի է։ Դուք ունեք հիանալի փառաբանության խումբ, Տերոտնի ձեզ, կարող եք նստել։ Կարող ես օրհնել քո կողքինին, ազատագրես քո օրհնությունը, ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ, այս հիանալի վայրում, փառք Տիրոջը այս մեծ հնարավորության համար, գոհանում եմ Աստծուց, որ Տերը պատիվ տվեց, այսօր իր եկեղեցու մեջ կանգնելու եւ իր խոսքը խոսելու, շնորհակալություն ձեր հիանալի հովիվներից, Հովիվ Գոր, Մանա Մեխակյանին եւ այդ հիանալի ընտանիքը, որ ծառայում է եւ փառք եմ տալի Աստծուն, որ մենք հանդիպեցինք իրար հետ մոտ 4 տարի կլինի, ձեր մասին շատ լսել ենք, փառք եմ տալի Աստծուն ձեր ամեն մեկիդ համար եւ հավատում եմ, որ դու կլինես օրհնված Տիրոջ անունով, ամեն, որտեղ Աստծո հոգին այստեղ է։ Հալելույա, Հիսուսն ասեց, որ մենակ չի թողելու, ամեն, փառք Տիրոջը, ես երրորդ անգամ որ երևի Մոսկվայում եմ, առաջի անգամ Մոսկվայում էի 90-ականների սկզբին, հետո մոտ մի 15 տարի առաջ, եւ այս անգամ երբ որ եկա Մոսկվա, տեսա ուրիշ Մոսկվա, դրանք շատ տարբեր Մոսկվաներ են, դուք շատ օրհնված եք, դուք ապրում եք հիանալի երկրում եւ զարգացող, սակող, աճող հիանալի քաղաքում։ Տերը օրհնի ձեզ, հալելույա։ Եվ Աստված ունի պատասխան ամեն քո հարցին։ Ամեն։ Այսօր ես կիսվել եմ խոսքով եւ հետո իրար հետ աղոթելու ենք եւ հավատում եմ, որ դու այսօր այստեղից դատարկ չես գնալու։ Ամեն։ Փառք Տիրոջը այս հնարավորության համար։ Եվ խոսքը, որ կա իմ սրտում քեզ հետ կիսվելու, գիտես, ես խոսելու եմ այսօր արթնության մասին, որը բաժանվում է 3 հիմնական կարևոր մասնիկների՝ ներքին արթնություն, ընտանեկան արթնություն եւ եկեղեցու արթնություն։ Հալելույա։ Փառք Տիրոջը, որ Աստված արթնացնում է մեզ իր իրականության մեջ։ Ամեն։ Մենք կարող է արթուն լինենք տարբեր իրականությունների մեջ, բայց ոչ Աստծո իրականության մեջ։ Բայց Աստված մեզ արթնացնում է իր իրականության մեջ, որտեղ երբ որ մենք արթնանում ենք Աստծո իրականության մեջ, դա տարբեր է։ Ամեն։ Հալելույա։ Դրա համար Եսայա մարգարեն Եսայա 60-րդ գլխի առաջի խոսքը ասում է վեր կաց եւ լուսավորվի, որովհետեւ քո լույսը եկել է եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Ամեն։ Խոսում ենք քեզ հետ։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը, որ Աստված ուզում է, որ մենք վեր կենանք ինչ որ իրավիճակից եւ լուսավորվենք իր լույսով եւ լինենք դրա փառքի մեջ։ Հալելույա։ Սիրելի եկեղեցի, հենց այնպես չի, որ Տերը ինչ որ մի երկրում կամ ինչ որ մի քաղաքում բարձրացնում է իր եկեղեցին, որտեղ եկեղեցին ինքը գրում է Տիրոջ ձայնը։ Ամեն։ Հալելույա։ Եկեղեցին ունի Տիրոջ ձայնը։ Դու ունես Տիրոջ ձայնը։ Հալելույա։ Եթե ես հավատում եմ, որ այսօր ուզում եմ քեզ համար անդադ հավատամ, չգիտեմ ինչի, գիտեմ, որ դու հավատացյալ ես եւ քեզ համար էլ կարես հավատաս, բայց ուզում եմ, որ այս խոսքը այսօր հպի քո սրտին, քո իրավիճակի մեջ, որ մենք արթնանանք այն իրավիճակում, որը Տերը ուզում է, որ մենք արթնություն վերապրենք։ Գիտես, արթնությունը չի գալիս ուղղակի ընկնում մեզ վրա ինչ որ մի տեղից կամ ինչ որ մի երկրում, արթնությունը ներքին վերապրում է Տիրոջ հետ։ Ամեն։
Հալելույա։ Դու կարող ես լինես եկեղեցում, դու կարող ես լինես շատ մեծ արտնություն ունեցող եկեղեցում, որը ձեր եկեղեցին է, բայց ինքդ ներսում Տիրոջ իրականությունը վերջապրես։ Հասկանալի եմ խոսում, հույներեն չեմ խոսում, հայերեն եմ խոսում։ Ամեն։ Հալելույա։ Մենք կարող ենք ունենալ արտնություն մեզանում։ Մարդիկ կան, որ ասում են, եթե ես գտնվեմ այս արթուն եկեղեցում, ես արտնություն կունենամ։ Սիրելիս, արտնությունը դա քո անհատական վերապրումն է Տիրոջ հետ։ Անհատական վերապրումն։ Երբ որ Տերը քեզ արտնացնում է իր իրականության մեջ։ Գիտես, մարդիկ, երբ որ առավոտ շուտ, երևի շատերին է վերաբերվում, երբ որ մարդը առավոտ շուտ ինքը արթնանում է, գիտես, իր տեղում հանգիստ չի մնում, սկսում է շարժվել, սկսում է շարժվել և հանկարծ տան մնացած անդամները սկսում են բողոքել, թողեք քնենք, երբ որ ես ու դու հոգևոր արթնություն ենք վերապրում, նայում ենք մեր շուրջը և ասում ենք, չէ, մեր իրավիճակը պետք է փոխվի, պետք է արթնանա մեր տունը, երբ որ արթնանում ես դու, արթնանալու է քո տունը, երբ որ արտանում է քո տունը, կարտանա քո եկեղեցին, երբ որ կարտանա քո եկեղեցին, կարտանա քո երկիրը, ամեն, հալելույա, փառք Տիրոջը, որովհետև դու արթնության պատճառ կարող ես լինես այսօր քո տան համար, ամեն, և Տիրոջ խոսքն ասում է, որ վեր կաց, որովհետև ժամանակն է, սա կոչ է, երբ որ մենք առավոտ ինչ-որ ծրագիր ունենք, կանուխ ինչ-որ ժամի, որ մենք պետք է գնանք ինչ-որ միտեղ, մենք բուդելնիկ ենք դնում, մենք ինչ-որ մի բան ենք դնում, որ մեզ արթնացնի, որովհետև գիտենք, որ այս ժամին պետք է գտնվենք ինչ-որ մի տեղում, գիտես, ժամանակն է, որ Աստված մեզ արթնացնի իր իրականության մեջ, Հալելույա, երբ որ ես ու դու արթնանում ենք Աստծո իրականության մեջ, մենք լուսավորվում ենք, մենք գիտենք Տիրոջ փառքը, որ իջնում է ամեն մեկիս վրա, հալելույա, դու վառվում ես Աստծո կրակով, դու գիտես սրբության չափանիշը, ամեն, հալելույա, դու չես ասում, դե ես եկեղեցի եմ գնում ուղղակի, դու գիտես պատճառը, ինչի համար է Տերը քեզ այսօր բերել այստեղ, գիտես, որ քեզ Տերն է այսօր բերել այսօր այստեղ, ամեն, հալելույա, Տերը քեզ այսօր բերել այսօր այստեղ, որովհետև Տերը քո կյանքի համար նպատակ ունի, Աստված հենց այնպես քեզ չի արթնացնում, Աստված եթե արթնացնում է մեզ, Աստված արթնացնում է մեզ իր նպատակի համար, արթնությունը անձնական ներսի վերապրումը Տիրոջ հետ, երբ որ դու դա վեր ես ապրում, դու արթնանում ես, նայում ես քո շուրջը, ասում ես, ես ինչ կյանք է, բայց ես ոնց կարայի սենց ապրեի, ես ինչ սկզբունքներ եմ, որի մեջ ես տեղավորվել եմ, ես ինչ խավարով եմ, ես ինչ վատ երազների կամ երազանքների համար եմ ապրել, արդյոք ես սրա համար էի ծնվել, արդյոք ես սկզբունքների համար պետք է ապրեի, երբ որ դու արթնանում ես, երազդ անհայտանում է, անկախ նրանից, ինչքան էլ որ քո երազը տանջանք ունի, երբ որ դու արթնանում ես, քո ամեն տանջանք երազը վերանում է, ինքը գնաց, դու արթնացար մի ուրիշ իրականության մեջ, եղել է քեզ հետ, որ դու արթնացել ես ինչ-որ վատ երազ հետ, ասել ես փառքը շատ լինի Տեր ասած, ինչ լավ է երազ էր, ամեն, քանիստ են այսօր այստեղ առաջի անգամ եկել, ինձ հետ միասին, Ես էլ եմ առաջի անգամ ձեր եկեղեցում։ Բարձրացու քո ձեռքի հետ դու առաջի անգամ ես այստեղ։ Հալելույա, եկեք ծափարենք այն մարդկանց, ովքեր ձեռքերը բարձրացրել են։ Փառք Տիրոջը, բարի գալուս եկեղեցի։ Ամեն, հալելույա։ Երբ որ մենք արտանում ենք մեր վատ այդ տանջալի իրավիճակից, մենք ասում ենք Հիսուս ինչ լավ է, որ արթնացանք։ Ինչ լավ է, որ ես ու դու ինչ-որ ժամանակ առաջ, գիտես մի քանի ժամանակներ առաջ մենք տառապում ենք այդ խավարի երազների կապանքների մեջ։ Կան մարդիկ, որոնք կոմա ունեն։ Կոմայի մեջ են ընկնում և երկար տարիներ
տառապանքի մեջ են անում։ Այսօր Հիսուսը կոչ անում, որ դու արթնանաս այդ խավարի իրավիճակից։ Երբ որ մենք արթնանում ենք, ասում ենք սա մերը չի։ Հալելույա։ Ես չունեմ էլ տանջանք, ես չունեմ էլ վախ։ Ես չունեմ սարսափ, ինչի որտեվ այդ խավարի տանջանքից ու սարսափից Տերը ինձ արթնացրեց։ Հալելույա։ Ամեն։ Երբ որ դու արթնանում ես, դու էլ չես պատկանում անցյալ իրավիճակին, դու պատկանում ես Տիրոջ իրավիճակին։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Եվ արթնությունը անձնական վերապրում է Տիրոջ հետ։ Դա ներքին որոշում է։ Երբ որ ոչ թե միայն մենք ենք արթնանում, մենք սկսում ենք աղոթել մեր տան համար, մենք սկսում ենք աղոթել արթնացնել։ Գիտես, այնց չի, որ երբ որ դու հոգևոր վերածնունդ ես ապրել, հոգևոր արթնություն ես ապրել, դա բավական է։ Կան մարդիկ ասում են, դե ինչ ասեմ, ես արթնացել եմ, բայց ամուսինս դեռ չէ։ Ես արթնացել եմ Աստծո իրականության մեջ, բայց երեխաներս դեռ չէ։ Ես արթնացել եմ, ես հավիտենության կյանք ունեմ, ես հավիտենության երկնքի ժառանգակից եմ, ես արթնացել եմ, բայց իմ ընտանիքի անդամները դեռ չէ։ Ես ելիս, երբ որ մենք ունենք արթնություն, մենք սկսում ենք արթնացնել մեր տունը։ Հալելույա։ Մենք սկսում ենք խոսալ մեր տան համար, որտեղ մենք չենք կարող կոմպրոմիսի գնալ, ասել ես փրկվել եմ, իսկ մնացածը ինձ այդքան էլ չեն հետաքրքրում։ Ես եկեղեցի եմ գալի, ես աղոթում եմ, ամուսինդ որտեղ է, չգիտեմ։ Դե գնում է, գալիս է։ Շատ մարդիկ իրանց ռեալ իրավիճակը չեն էլ հասկանում։ Բայց եթե Տերը ինձ արթնացրել է, կարթնանամ ես եւ կարթնանա իմ տունը։ Ինչ է ասում Հեսուն։ Ասում է դուք ինչ որոշումներ կունենաք, չգիտեմ, բայց ես եւ իմ տունը։ Կարող ես այսօր ասել, ես եւ իմ տունը։ Հալելույա։ Ես իմ տունը Տիրոջն ենք ծառայելու։ Դուք ասես երեխաներս դեռ չեն հասկանում, երեխաներս դեռ այդ իրականության մեջ չեն, դե յանք ջահել են, եկեղեցի չեն ուզում գան։ Իսկ ուր են ուզում գնան։ Մեր տունը մեր կյանքի ամենակարևոր եւ ամենացավոտ տեղն է։ Համաձայն ես ինձ հետ։ Հալելույա։ Ես շատ ծառայողներին կոչ եմ անում վերադարձի քո տուն, փրկի քո տունը։ Մենք կարող ենք փրկել ամբողջ աշխարհը։ Մենք կարող ենք ավետարանը տանել ազգերին։ Մենք կարող ենք տեսնել տարբեր մարդկանց կյանքերում ոնց է հրաշքներ լինում, ոնց է Աստված փրկում։ Սիրելի եղբայր ու քույր, այսօր որոշմամբ առանց ինչ-որ խնդիրների նայելու վերադարձի քո տունը, նայի քո տան այսօր։ Հայացքդ ուղղի քո տանը, ասա Տեր, իմ տունը երկինք պետք է մտնի։ Իմ տունը քո փառքի ծածկոցը պետք է ունենա իմ Աստված։ Իմ տունը պետք է արթնություն պետք է ունենա։ Ես եւ իմ տունը, հալելույա, իմ երեխաները պետք է տեսիլքով շարժվեն։ Հալելույա, ես եւ իմ տունը։ Գիտես կան ծառայողներ ձեր հովների նման, որ տեսնում ես արթնություն են ապրում, ոչ թե միայն ընտանիքից մեկը եւ ամբողջ տունը։ Դա ցնցող է։ Չկան պատճառներ։ Կա որոշում։ Գիտես այդ որոշումը այսօր քեզանից է կախված։ Ես եւ իմ տունը Տիրոջն ենք ծառայելու։ Դու ունես այդ որոշումը։ Դու ունես այդ որոշումը, գիտես Աստված ժառանգության Աստված է։ Աստված չի ընտրում մեկին եւ չի սահմանափակվում մեկով։ Ես եւ իմ տունը Տիրոջն ենք ծառայելու։ Սելիս այսօր այդ որոշումը, երբ որ մենք ունենք, դա արթնացնելու է մեր տունը։ Դուք ասես, այնքան հիանալի ամուսին ունեմ, այնքան լավն է, բայց խմում է։
կա ինչ-որ բայց քնած է, այնքան լավ երեխաներ ունեմ, բայց ինչ-որ բայց կա, ինչ-որ բայցը պահում այդ գերության մեջ, ես և իմ տունը պետք է արտանան այդ դժոխքի իր ծանր տանջալի քնից, մենք արտանալու ենք, հալելույա, մենք արտանալու ենք, երբեք մի մտածի, որ դու ասված միայն քո տնից միայն քեզ է փրկել, քո որոշումը, ես և իմ տունը Տիրոջն ենք ծառայելու, ես և իմ տունը Տիրոջն ենք, քանիսներ այսօր խոսք ստանում, ուրեմն ես իզուր չեմ եկել, Տերը իզուր չի բերել ինձ այստեղ, և ձեր հիանալի հովները իզուր չեմ, որ ինձ ընդունել են, հալելույա, փառք Աստծո, որ դու խոսք ես ստանում, ես կխոսեմ իմ մարդու մասին, նրա անունը շատ հայտնի է, շատ լավ գիտես, ես օրինակ կբերեմ Հոբին, այս վերջերս Տերը մի յուրահատուկ ուշադրությամբ ինձ ուղղեց դեպի Հոբը, Աստծո խոսքն ասում է, որ Հոբը արդար էր, նա երկնքում շատ մեծ ծանոթություն ուներ, շատ մեծ անուն ուներ, Տիրոջ հավանելին էր, Աստված նկատել էր Հոբին, որ Հոբը արդարությունն է պահում, արթնություն է վերապրել և արդարությունը պահող մեկն է, ամեն, և գովելի էր դա Տիրոջ առաջ, ոնց որ մի հայր ուրախ կլներ իր երեխայի համար, իր տղայի համար, այսենց տղա ունեմ, ինձ շատ դուր է գալիս այդ թասիբը, հույներեն չեմ կարա թարգմանեմ ոնց է թասիբ, որտև չեն հասկանում ինչ է թասիբ բառը, կարող է ինչ-որ մի բառ, շատ տեղերում չեմ կարողանում բացատրեմ ինչա թասիբ, օրինակ գերմանացիներին, որ բացատրեմ ինչա թասիբ, չգիտեմ ինչա ստացվելու, բայց կայ թասիբը, հայրը ուրախանում է մեկով, երկրի վրա մեկով, հայրը ուրախանում ասում է, և անգամ, երբ որ հակառակորդը գալիս է, նա հարցում է, գիտես, ես մի հատ Հոբ ունեմ, ամեն, հալելույա, Աստված ուրախանում է քեզանով, երբ որ դու արթնություն ես ապրում և արդարությունդ պահում ես, անկախ նրանից ինչ իրավիճակներում էլ որ դու անցնես, ամեն, հալելույա, և այդ բանավեճին չեմ ուզում անդրադառնամ այդ բանավեճին, ուզում եմ անդրադառնամ Հոբ առաջի գլուխ և 4 խոսքին, երբ որ նայում ենք 4 խոսքը, տեսնում ենք մի փոքր բաժանություն առաջանում, հոր և որդիների աղջիկների միջև, որն այդ բաժանությունը, որը Տերը իմ ուշադրությունը հղեց այդ տեղին, գիտես ինչ նկատեցի, Հոբը արթնանում էր, մոտիկանում էր զոհասեղանին, բայց իր տունը ոչ, Հոբը զոհասեղանի առաջ ընծաներ էր մատուցանում, բայց իր երեխաները խնջույքների մեջ էին, դա այստեղ ես, դու կասեցի, բայց ինչ վատ տեղ էր, Հոբը վախ ուներ, որ իր ընծաներ էր մատուցանում, ինքը վախ ուներ, որ մի գուցե իր երեխաներից մեկը, ինչ որ մեկը հայհոյած լինի սրտում Տիրոջ, դուք հասկանում եք ինչի մասն եմ խոսում, ինքը ինչ որ մտավախություն ուներ, ինքը կանգնած էր Տիրոջ առաջ, բայց իր տունը ոչ, գիտես, իմ ուրախությունը գիտես ինչի մեջ կլիներ, ավելի շատ իմ ուրախությունը կլիներ նրանում, երբ որ Աստված ասեր, ես ունեմ Հոբը և իր ողջ տունը, որ արդարության մեջ էին, բայց մեկն էր Հոբը, ոչ թե իր տունը։ Այսօր այնքան կարևոր է, երբ որ մենք ունենանք որոշում, եթե ես ու դու ունենանք որոշում, ես և իմ տունը ծառայելու ենք Տիրոջը, որտեղ որ ես եմ կանգնած, այնտեղ իմ տունը կանգնելու է զոհասեղանի առաջ, այն երկրպագության մեջ, որ ես եմ, այն երկրպագության մեջ իմ տունն է լինելու, հալելույա, այն արթնությունը, որ ես ունեմ, դա կրկնապատվելու է, Աստված ասեց,
Ես Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածն եմ։ Դու այստեղ ես։ Տերը խոսած ժառանգության մասին, Աստված խոսում է ոչ թե միայն ուրախանում է եւ պարծենում է, որ դու կաս, նա իր ուշադրությունը հղում է քո տան վրա, քո երեխաների վրա, քո թոռների վրա, քո գալիք սերունդի վրա։ Ամեն։ Հալելույա։ Նա ասելու է ես քո Աստվածն եմ, ես Աբրահամն եմ։ Եթե դու քո տան Աբրահամն ես, ուրեմն ուրա քո Իսահակը, ուրա քո Հակոբը։ Եկեք վերցնենք սա հավատքով, որ քո տան անդամը դժոխքում չի լինելու։ Դա այստեղ ես։ Հալելույա։ Փառք Տիրոջը եւ ես մոտիկանում եմ իմ ծառայության խոսքի ավարտին։ Ես հավատում եմ, որ Տերը խոսում է քո սրտի հետ։ Տիրես այս վերջերս մեր ծառայողներից մեկի երեխան զանգահարեց ինձ։ Մի քանի րոպե առաջ խոսում էի նրա մոր հետ։ Եվ նա զանգահարեց ինձ, ասեց գիտես ով եթե չզանգահարեի հիմա քեզ ինքնասպանության որոշման մեջ էի։ Ու ես զարմանք վերապրեցի, ոնց Տեր։ Հայրը, մայրը հավատքի մեջ, եկեղեցու մեջ, ծառայությունների մեջ։ Բայց երեխան ինքնասպանության ոգին դատապարտությամբ, մեղքի դատապարտությամբ գերել էր։ Սասի փառք եմ տալիս Տիրոջը, որ դու հիմա զանգահարեցիր ինձ։ Որ դու այդ որոշումը կայացրեցի, որ զանգահարես ինձ։ Իմ մեջ հարց էր, ինչ կլիներ, եթե չզանգահարեր։ Գիտես շատերը զանգահարելու տեղ չունեն։ Շատերը չունեն մեկին, որ կարող են զանգահարել ու համարձակ ասել. Ես սա արեցի։ Ես եւ իմ տունը կծառայենք Տիրոջը, երբ որ դու ուզում ես մոտիկանաս փրկես քո տունը, քո տան անդամին, պետք է կարող լինես լսես իրեն։ Լսես այնպես, ինչպես կլսես մի ուրիշ մեկին, որին ժամերով լսում եւ ծառայում ես։ Մենք շատ անգամ մտածում ենք, որ մեր ընտանիքը մեր կարիքը չունի։ Կովիդը երբ որ սկսել էր, բոլորիս փակել էին տանը։ Այդ ժամանակ սկսեց մեր ինտերնետ ծառայությունները շատ։ Օրվա մեջ 5-6 ծառայություններ էր։ Մեր աղջիկս մոտիկացավ, ասեց. Գիտես, պապ, ուզում եմ քեզ մի հարց տամ։ Դու իմ հովիվն ես։ Սա մտածում եմ, հա։ Ասեց դե ուրեմն ես էլ եմ ժամանակ ուզում։ Դու այսօր քո տան քահանան ես, սիրելի եղբայր կամ քույր։ Դու այսօր մեկն ես, որը Տիրոջ փառքը վեր ես ապրել, Տիրոջ ներկայությունը վեր ես ապրել, քո տունը։ Երբ որ քո տունը այնպես կլինի քո եկեղեցին։ Մարդիկ շատ անգամ եկեղեցի են գալիս։ Մտածում են, որ արթնությունը հենց հիմա կհպվի իրան։ Իհարկե շատ անգամ դա տեղի է ունենում։ Մենք եկեղեցի չեն գալիս նրա համար, որտեղ հիանալի փառաբանությունը կամ հիանալի կոմֆորտը։ Մենք գալիս ենք նրա համար, որ Տիրոջ հետ հանդիպենք։ Մենք գալիս ենք։ Երբ որ մենք արթնացած ենք գալիս Տիրոջ տունը, գիտես քեզ ոչ մի բան չի կանգնացնում։ Բայց եթե քեզ համոզել են այսօր բերել են այստեղ, եթե դու ընդամենը ինչ որ մեկի համոզմունքով ես եկել այստեղ,
Միշտ տրտունջ ես ունենալու։ Ուր գնամ, ինչի գնամ։ Մի օր էլ պետք է հանգստանայի։ Ընդամենը մի հանգստի օր ունեին էլ պետք է եկեղեցի գնամ։ Ինչի գնամ։ Ավելի լավ է գնամ ընկերոջս ծնունդին կամ ես ինչ խնջույքին։ Երբ որ դու եւ ես վերապրում ունեցած չենք, անդադ բողոքա։ Իսրայելը գնում էր Տիրոջ հետևից, բայց անդադ բողոք էր տրտունջ։ Ուր են գնում, ինչի են գնում։ Ամբողջ տեսիլքը թողած մտածում էին իրանց գերեզմանների մասին։ Ոնց որ սա հարցերը լուծվել էր, մնացել էր գերեզմանները։ Այնքան կարևոր հիմք ուներ գերեզմանները իրանց առօրյայի մեջ երևի։ Դե Եգիպտոսից էին դուրս եկել։ Գերեզմանապաշտության կենտրոնը այնտեղ էր։ Մեռելապաշտության։ Իրանք հոգ էին տանում ոչ թե տեսիլքի, ոչ թե առաջ գնալու, ոչ թե հաղթելու։ Նրանք հոգ էին տանում մեռած բաների համար եւ տրտունջ էին բարձրացնում Տիրոջ առաջ։ Երբ որ ես ու դու արթնություն ենք վերապրում, եթե ես ու դու Տիրոջ փառքն ենք ճաշակում, մենք ասում ենք մենք կգնանք, մենք կհաղթենք, մենք կտարածվենք։ Երբ որ դու արթնություն ես վերապրում, դու ասում ես քո հովիվներին, մենք գնալու ենք, դու ունես Հեսուի հոգին։ Մենք կգնանք, մենք կհաղթենք, մենք կանցնենք այդ գետը, մենք կգնանք եւ կժառանգենք այն ինչ որ Տերը խոստացել է։ Ինչի՞ որտեղ արթնություն ես վերապրում։ Դու արթնության բաժին ես Աստծո տան մեջ։ Ամեն։ Դու եւ քո տունը։ Այնքան նախանձելի է, երբ որ տեսնում ես ամբողջ ընտանիքը Տիրոջ տեսիլքի մեջ է։ Տիրոջ շարժի մեջ է։ Տիրոջ գործի մեջ է, հավատքի մեջ է։ Ոչ թե ասենց քեզ բերել են եկեղեցի, քեզ ինչ որ մեկը համոզում ասում է ձեռքդ վերե բար, դու բարձրացնում ես, ասում ես ինչի բայց բարձրացնել։ Գրպանումս ավելի հարմար է։ Եկ կանգնենք ոտքի եկեղեցի։ The Freddie him in Gloria. The same Freddie him in Jesus in Chrome. Hallelujah. Եթե հավատքով այսօր այս խոսքը ընդունեցիր, սկսի ինձ հետ աղոթել. Somebody him in Jesus, a comfort church hates. Somebody heard a never, oh Lord God. See, freely him in Jesus, he can see. And we win in pretty hand. In God already him in Jesus, he can hand. Grow to him in Christians, hopefully has led. Be in the forward. Name crew the even Jesus and God praise. Even the crew the heaven God. And bread. Jesus, the playable Father and God of bread. Ես երկու բան կասեմ ու հետո կոչ կանեմ։ Ձեր հովիվը մեկն է, ոչ թե գովասանքի համար եմ ասում կամ մեծարելու, մեկն է, որ իր սրտում կրում է օծություն եւ արթնություն։ Եվ Տերը շարժում է այն։ Բայց նման մարդկանց կողքը լինում են երկու խմբի մարդիկ։ Մեկը Եղիսեի նման, մյուսը Գեդիայի նման։ Երկու խմբի մարդիկ են միշտ լինում։ Մեկը նայում ասում է սարթության Աստծո մարդը։ Ես վերցնելու եմ իա պլաշը։
Գիտես ինչ որոշում ասա։ Քեզ ոչ մի բան չի կանգնացնի, եթե դու ունես քո սրտում։ Միշտ մեկը մտածում է մի ուրիշ բան վերցնի եւ դա յանկումն է ստացվում։ The great and glory այն օծությունը, որ ունի ձեր հովիվը եւ այն արթնությունը, որ կրում է ինքը, առաքելական, մարգարեական օծությունը, եկեղեցի ինչ փափագ ունես դու, ունես Եղիսեի նման, թե Գեդեայի նման, բարձրացու դերքերը Տիրոջը, the great Jehovah Father and the Christian thank you Jesus. At the friend of him and craned. Մենք այս երկրում բոլորս օտարականներ ենք։ Ինչքան էլ սիրում ենք, օրհնում ենք այս երկիրը, բայց մենք բոլորս օտարականներ ենք։ Նույն կերպարը այս աշխարհն է։ Մենք այս աշխարհում ինչքան էլ որ օրհնում ենք եւ ուզում ենք լինել օրհնված, մենք օտարականներ ենք։ Մեր խոսմունքը այս երկրի մեջ չի, մեր խոսմունքը երկնքի համար է։ The same freely given Jesus, a glory God, 11. Եթե քո ընտանիքը քո հետ չի, հոգու մեջ հիմա բարձրացրու քո աղաղակը եւ աղոթի քո ընտանիքի համար։ Send a reading Jesus and God a reading forever. And never freely given Jesus and God for training. A sinner freed, a prudy heaven the Lord and bang God. At the soul we gloria. At the simple reading prison of flesh. Shamblay heaven glory, God over heaven the love you love, the opinion come the ways. In the glory the love you Jesus. And great eyes. In breathing heaven Christ and love you. And greater now. Նա վերադարձավ իր աշակերտներին ասեց արթուն կացեք եւ աղոթ կարեք. The simple reading heaven the glory Jesus and power God. In name of God. Եվ այսօր նա քեզ ճիշտ ժամանակին արթնացնում է, որ դու վեր կենաս եւ լինես աղոթքի մեջ. Look really God, a breathe even Jesus and come the forever. 11 to read it. In great and glory. Բարձրացրու քո աղաղակը հիմա քո ընտանիքի համար, քո տան համար. The breathe heaven Jesus and God over heaven to love you. Եթե քո ընտանիքը քեզ հետ է, ուրեմն նայի Սուրբ Ոգին միգուցե առաջնորդում է ինչ որ մեկի համար աղոթես. Lord Jesus God over him through the hand and decree and prevent hand and demons and cover. Really him Jesus and come to live in glory and Lord really him and Christ and thank you Lord and brand and breathe him now can martik որով եւ արտնանում են հետո կողքից մեկն ասում է Քո ժամանակը չի քնի։ Հիմա չէ։ Մենք բոլորս էլ հավատում ենք, կան մարդիկ, որոնք իրանց ընտանիքը իրանց քնացնում է։ Ինչի ես գնում։ Կարանք սանենք, նանենք։ Եթե դու բացել ես քո աչքերը եւ Տիրոջ սերը ճաշակել ես եւ Տիրոջ լույսը տակել է քեզ վրա, բայց քո ընտանիքը քեզ հալածելով քնացնում է։ Ես ուզում եմ աղոթեմ քեզ համար։ Այստեղ կան ծառայողներ, հովներ։ Թող քո տեղը հիմա արի առաջ։ Կան մարդիկ, որոնց իրավիճակն է իրանց քնացնում։ Միգուցե դու Հունաստանի նման ես։ Գիտես Հունաստանում օրը կեսօրին այն ինչ որ նորմալ չի դեր երկրում։ Այն ինչ որ նորմալ չի Հայաստանում։ Մեր մոտ կոչվում է միսիմերի։ Ժամը 2-ից մինչև 5-ը քնում են։ Միգուցե դու արթնացել ես ու գիտես որ կանչված ես մեծ բաների համար, բայց քո կողքին ասում է քնի։ Հիմա չէ։ Այսօր չէ վաղը։ Սատանան սուտ ունի այսօր չէ վաղը։
մի ժամ էլ քնի, հետո իրար հետ եկեղեցի կգնանք, մի ժամ էլ քնի, հետո իրար հետ կախոթենք, մի ժամ էլ քնի, հիմա չէ, վաղը, ու նորից ընկնում ես խավարի երազների մեջ, իմ կոչնակ ես, եթե քո իրավիճակը քո առօրյան, քո ուսումը, ես չգիտեմ, եթե ինչ-որ մի բան քնացնում է քեզ, թող քո տեղ արի առաջ, խնդրում եմ ինձ Օսման յուղ տվեք, Free heaven, Lord, իսկ դուք եկեղեցի, բարձրացեք ձեր ձեռքերը և իրար հետ հավատքի աղոթք անենք, the free hand, իսկ դուր է գալիս, ոնց է ձեր եկեղեցին բաց Տիրոջ ներկայության համար. The banner freely had and now in Jesus a complete hand. A freely heaven glory, Jesus, I came up freely have a soul fleet. Abandon Christus. Civil free to heaven the Lord. In the bread of heaven, Jesus, I come to live and create the holy Lord, the free to heaven, Jesus. Toga parabanության խումբը, բայց այս երկի մեջ մնա. Եկ ապավինենք Տիրոջը. So really heaven the Lord, the free to heaven, create the holy, and the free to hand. Նրա սերը այնքան մեծ է, այնքան հզոր է այսօր շարժվելու քեզ վրա. Մեկ հանդիպումից ամեն մեղքերը ներվեց. Մեկ հանդիպումից ամեն հարցերը լուծումներ անցան. Մի հատ որոշում էր. գնամ հորս մոտ կամ եկեք որ քեզ սիրում կպլերը նրա հոգին հիմա հպվում է քեզ նրա հոգին գրկում է քեզ հիմա the fruit of the name in Jesus a God of heaven at the soul and head a friend in crow Lebanon Այն մարդիկ ովքեր որ ետևում են խնդրում եմ բարձրացեք ձեր ձեռքերը աղոթեք հավատքով լեզուներով ինձ հետ միասին The severity heaven Jesus the name and glory Ishiri Kubarusyan Demitaksni Yeresatin Թող տեսնի թշնամին, որ դու օգնեցիր իստել, իմ ապավել, հասիր ինձ օգնության, հիշիր քո բարության, մի թաքցնի երեսատին Թող տեսնի թշնամին, որ դու օգնեցիր ինձ